Մոսկովյան մամուլը անհանգստություն է հայտնում, որ Հայաստանի իրավապահները կարող են արտահանձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացուն Միացյալ Նահանգներին։ Երևանում Ռուսաստանի դեսպանությունը ակտիվ ջանքեր է գործադրում դա բացառելու համար ու զգուշացնում է, որ այդ դեպքում կարող են հետևանքներ լինել։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ով է հետախուզվող անձը ու ինչպես էր հայտնվել Հայաստանում։ Խոսքը Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Երմակովի մասին է, օրեր առաջ նա Երևան էր եկել տիկնոջ հետ եւ ահա երբ արդեն պատրաստվում էր լքել Հայաստանը օդանավակայանում, նրան ձերբակալել են, քանի որ նույն անունը եւ ազգանունը ունեցող մի անձնավորություն միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի գծով Միացյալ Նահանգների հայտով։ Եվ ահա 30 օրվա ընթացքում Հայաստանի իրավապահները պետք է պարզեն վերջնականապես իր ինքնությունը եւ արտահանձնեն Միացյալ Նահանգներին կամ ոչ կապված հայտնաբերված հանգամանքների հետ։ Հարազատները այդ անձի պնդում են, որ նա պարզապես նույն անունը եւ ազգանունը ունի եւ որ ինքը չէ այն անձը, որը հետախուզվում է, բայց իրավապահները ի սկզբանե ցույց են տվել լուսանկարը հետախուզվող անձի եւ Երմակովը խոստովանել է, որ դա ինքն է։ Ինչևէ, Հայաստանի իրավապահները լրջորեն զբաղվում են, Հայաստանի արդարադատության նախարարության մամլոխոսնակը 10 ռուսաստանյան պետական գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է, որ մոտակա օրերի ընթացքում դատարանը կորոշի արտահանձնվում է այդ քաղաքացին Միացյալ Նահանգների իրավապահներին, թե ոչ։ Իսկ ինչու են մեղադրվում։ Նա մեղադրվում է շատ մեծ մասշտաբների համակարգչային խախտումների եւ խարդախության մեջ հակերներ նա եւ այդ հակերը պրոֆեսիոնալ շրջանակներում հայտնի է Գուստավ Դոր կեղծանվամբ։ Ժամանակին 21-22 թվականներին նա ստեղծել էր մի ծրագրային ապահովում, որի շնորհիվ հաջողվել է խարդախներին կոտրել բազմաթիվ համակարգչային ցանցեր, գողանալ տեղեկություններ եւ օգտագործել դրանք։ Մասնավորապես 3 երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում եւ Ավստրալիայում այդ ծրագրի շնորհիվ վնաս է հասցվել մի քանի տասնյակ ընկերությունների, որոնք ունեցել են ավելի քան 10 միլիոն հաճախորդ։ Այդ թվում նաեւ պետական գերատեսչություններ են այդ ամենից տուժել։ Եվ այդ պատճառով Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի իրավապահները հետախուզում են հայտարարել եւ պատժամիջոցներ են տարածել այդ անձի համար։ Ռուսաստանը, քանի որ չի արտահանձնում սեփական երկրի քաղաքացիներին, իհարկե որևէ քայլ չի ձեռնարկել, բայց պարզվում է, որ ռուսական օրենքներ էլ է խախտել այդ անձնավորությունը եւ նրան ձերբակալել էին, նա խոստովանել էր եւ դատարանը որոշել էր նրան պատժել, բայց ոչ թե ազատազրկել, այլ ընդամենը 2 տարով սահմանափակել նրա տեղաշարժվելու իրավունքը։ Այսինքն այդ 2 տարվա ընթացքում նա իրավունք չուներ լքել Ռուսաստանի սահմանները, փոխել բնակավայրը եւ ամեն ամիս պարտավոր էր գալ եւ ստորագրություն տալ, որը կապացուցեր, որ նա երկրի սահմաններում է։ Հավանաբար հաշվի են առել այն, որ նրա գործողությունների արդյունքում տուժել է ոչ թե Ռուսաստանը, այլ Ռուսաստանին թշնամի հանդիսացող պետություններ։ Ինչևէ, եթե խոսքը նույն անձի մասին է, պետք է արձանագրենք, որ այդ 2 տարվա ժամկետը չլրացած այն հայտնվել է Ռուսաստանի սահմաններից դուրս, այսինքն Հայաստանում։ Ինչ է լինելու, եթե հաստատվի, որ ձերբակալված է հենց այն մարդն է, ով հետախուզվում է։ Դե նախ իսկապես պետք է հաստատվի, որ դա նույն այդ մարդն է եւ եթե հաստատվի, Հայաստանը ստանձնած պարտավորությունների համաձայն պետք է արտահանձնի այն Միացյալ Նահանգների իրավապահներին։ Ընդ որում այդ Երմակովի հարազատ եղբայրը ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իրենք կարծում են, որ Հայաստանը կարտահանձնվի։ Բայց այս խնդիրը չափազանց քաղաքականացված է պարզ պատճառներով։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն անդրադարձել է ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում, ասել է, որ դեսպանությունը ակտիվ զբաղվում է խնդրով, հյուպատոսը արդեն հանդիպել է Երմակովին, որը լավ չի զգում եւ առողջական իր վիճակը վարդարացել է։
Ես վստահ եմ, որ արդյունքում կայացվելու է ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում, քանի որ հարցը, ինչպես ասացի, չափազանց քաղաքականացված է։ Բանն այն է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը դեռ ամիսներ առաջ զգուշացրել էր Հայաստանի իշխանություններին, թե ինչ կարող է տեղի ունենալ նման իրավիճակներում։ Մայիսին Ռուսաստանի արտգործնախարարությունը դասել էր Հայաստանը այն երկրների ցանկին, որոնցում Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող իրենց ազատ զգալ եւ վստահ լինել, որ նրանք չեն արտահանձնվի երրորդ երկրների պահանջով։ Խոսքը Միացյալ Նահանգների եւ եվրոպական պետությունների կողմից հետախուզվող ռուսաստանցիների մասին է, այն ռուսաստանցիների, ովքեր պատժամիջոցների ցուցակում են կամ մեղադրվում են ինչ-որ ռազմական հանցագործությունների մեջ։ Նշեմ, որ մինչ օրս Հայաստանը երբեք Ռուսաստանի ոչ մի քաղաքացու Միացյալ Նահանգների կամ եվրոպական պետության չի արտահանձնել, թեև նման պահանջներ բազմիցս եղել են։ Անգամ այն դեպքերում, երբ Ռուսաստանի քաղաքացիները մեղադրվում էին Միացյալ Նահանգների կողմից ռազմական հանցագործություններ գործելու մեջ կամ փողերի լվացման մեջ, Հայաստանը գտնում էր հնարավորություն նրանց չարտահանձնել։ Եվ ահա այս դեպքը կարող է առաջինը լինել, եթե իսկապես խոսքը նույն այդ մարդու մասին է, որը հետախուզվում է։ Արտем, ինչ հետևանքներ ի վերջո կարող է դա ունենալ։ Հետևանքները կարող են խիստ բացասական լինել, քանի որ Մոսկվան արդեն այսպես ակնարկել է, որ հայելային քայլերով է պատասխանելու, իսկ դա մեզ համար կարող է լուրջ վտանգ ունենալ, քանի որ Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների հետախուզման պահանջով հանդես է գալիս սովորաբար Ադրբեջանը, բազմաթիվ նման դեպքեր եղել են։ Իսկ Ադրբեջանը կարող է համարել, որ իր օրենքները խախտել են ցանկացած այն Հայաստանի քաղաքացիները, որոնք երբևէ եղել են Արցախում։ Այ ես ու դու, Վահագն, որ եղել ենք, լուսաբանել ենք Արցախում, օրինակ ռազմական գործողությունները մեր պրոֆեսիոնալ առաքելությունն են կատարել։ Տեսականորեն կարող ենք Ադրբեջանում հայտարարվել որպես օրենք խախտած անձնավորություն եւ հայտարարվել միջազգային հետախուզման մեջ։ Եվ բնական է, որ Մոսկվան կօգտագործի այս լծակը որպես քաղաքական գործիք Երևանի վրա ճնշում գործադրելու։ Այսինքն հազարավոր, տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ Ռուսաստանում կարող են ռիսկի խմբում հայտնվել։ Դա է պատճառը, որ այս թեման չափազանց զգայուն է եւ որոշումը, որը պետք է կայացվի, ոչ այդքան իրավական է լինելու, կարծում եմ, որքան քաղաքական։ Շնորհակալություն, Արտем։